Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է։ Ինչու հենց այս միջատը հատուկ օր է ստացել, հա, 365-ից, եւ որքանով այն կարևոր եւ ընդհանրապես մեղվաբուծության մեջ ինչ նրբություններ կան եւ ինչ հեռանկար կա այս ոլորտի զարգացման եւ շատ այլ հետաքրքիր բաների մասին խոսելու ենք Գայանե Սիմոնյանի հետ, մեղվաբույց Be Life անած ձեռներեցի կազմակերպություն, չէ, կամ սոցիալական ձեռնարկատիրություն, սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիր եւ ուղղակի շատ հաճելի զրուցակից Գայանե, ողջույն։ Շատ ուրախ ենք, որ եկաք մեզ մոտ, մենք հարցեր ունենք, հա, կապված մեղուների հետ, հատկապես այսօր օրն է, եւ գիտեք, շատերը մտածում են, թե մեղուները չլինեն, մենք դե մեղրը չենք ուտի։ Եվ մոռանում են, որ եթե մեղուները չլինեն, չի լինի ոչինչ, ինչ որ մենք առօրյայում սովորաբար օգտագործում ենք, սկսած մրգերից, վերջացած բանջարեղենով, այսինքն մի խոսքով ցավալի ճշմարտություն է շատ։ Այսինքն մեղուները դա կարևոր։ Հա, մենք կարող ենք օրինակ ուտել, չգիտեմ, բանան, որովհետև բանանը փոշոտում են չղջիկները, պարզվում է։ Այո, բանանը փոշոտում են չղջիկները։ Մնացած մրգերը մեծ մասամբ բույսերը, ծառերը, նույն անասունիկերը եւ այլն, դրանք բոլորը փոշոտվում են բացառապես մեղուների ջանքերով եւ այո, այդքան կարեւոր եւ ես կասեի երկիր մոլորակի կենսա բազմազանության համար անհրաժեշտ միջատի մասին ենք խոսելու եւ կպատմեք մեզ ինչպես եկաք որ այս գործին, հա, որովհետեւ հետաքրքիր պատմություն է շատ, մեծ սիրով կպատմենք։ Այդքան էլ հարմար գործ չէ, առաջին հայացքից։ Առաջին հայացքից, հա, բայց հետո թմրամոլի նման սիրահարվում ես այդ գործին ու այլևս չես կարողանում հետ կանգնել, այդ համար մեկնրբություն է գործի։ Նախ շնորհակալ եմ եթեր տրամադրելու համար եւ այս մի քանի րոպեները մեր աշխարհի հնագույն ու առեղծվածային արարածներին մեղուներին տրամադրելու համար, սա հույժ կարևոր է։ Եվ ասեմ, որ այս օրը ստեղծվել է ՄԱԿ-ի կողմից ու ես պետքա մեծ ցավով ասեմ, որ մեղուները լինելով հնագույն արարածներից մեկը երկիր մոլորակի մեզնից դեռ միլիոնավոր տարիներ առաջ գոյություն են ունեցել, դե մարդկային պատմությունը մոտավորապես 10,000 տարվա պատմություն ունի, չէ՞, մեղուները միլիոնավոր տարիներ առաջ գոյություն են ունեցել, զարգացել, հա, աճել։ Շատ համարձակ է 10,000 մասին խոսելը, որ մոտավոր, հա, այսպես։ Ուղղակի մի քիչ ուրիշ ձևի, բայց ամենայն դեպս մեղուները առաջիններն են եղել երկիր մոլորակի բնակիչներից եւ հիմա եկել հասել են այսօրվա օրեր, ու մարդկանց թեթև ձեռքով արդեն վերացման վտանգի տակ են։ Եվ ինչու պետքա խոսենք մեղուների մասին, ինչու պետքա պաշտպանենք նրանց եւ ինչից պետքա պաշտպանենք նրանց, այ դա է հետաքրքիր ու կարևորագույն փաստը, որը այսօր պետքա հասկանանք եւ ինչի համար է այսօր հենց աշխարհի ամբողջ բոլոր երկրների ժողովրդի ուշադրությունը կենտրոնացված հենց այս փոքր միջատի վրա։ Ուրեմն կուզեմ մի հետաքրքիր փաստ ներկայացնել, բոլորը մտածում են, որ մեղվաբույծներն են պահում մեղուներին, հա, մարդն է պահում մեղվին, բայց իրականում հակառակն է, մեղուն է պահում եւ մեղվաբույծին եւ մարդկանց, որտեւ այդ փոքր միջատը իր ուսերի վրա է կրում ամբողջ աշխարհի բեռնու պատասխանատվությունը, մեր պարենային զամբյուղի պատասխանատվությունը եւ ինչպես Արամը նշեց, այո, մոտավորապես 70-75% պարենային զամբյուղի շնորհիվ մեղվի է։ Հայր ջան, սիրելի ունկնդիրներ ջան, մեր սիրելի սպառողներ ջան, ամեն առավոտ, երբ որ արթնանում եք մեկ գավաթ սուրճ խմելու, հա, շոկոլադով, պետքա պատկերացնեք, որ եւ այդ սուրճը, եւ այդ շոկոլադը, քանի որ կակաոն նույնպես մեղուն է փոշոտում, շնորհիվ մեղվի է։ Երբ որ այդ միրգը լվանում եք երեխուն տալու համար, երբ որ այդ բանջարեղենը լվանում եք աղցան պատրաստելու համար, բոլորս պետքա պատկերացնենք, որ դա շնորհիվ մեղվի է, ու այդ պատճառով երկար մտածելուց հետո մենք մեր կարգախոսը հենց այդպես ենք դրել շնորհիվ մեղվի։ Մենք անգամ մեր օրվա հացը, մեր հաճախորդների, մեր պրոդուկտները, որոնց նաև որոնց միջոցով մարդկանց ենք առողջություն տալիս, հա, այդ ամեն ինչը շնորհիվ մեղվի է։ Մենք ինքներս մեր երկրագում դա ամեն ինչը շնորհիվ մեղվի է ու խորը պատասխանատվությամբ ենք վերաբերվում դրան։ Եվ անգամ մեր սոցիալական էջերում
ամեն օր փորձում ենք մարդկանց հասցնել դրան, եթե մեր հետևորդները գիտեն, որ իրենք ոչ միայն մեղուն ասոցացնում են մեղի հետ, իրենք ամեն օր մի կադր տեսնում են, ասենք ճրկիր մեղուները ոնց են ջուր բերում, հսկիչ մեղուները ոնց են օտար մեղուներում փեթակից դուրս նետում, կամ դայակ մեղուները ոնց են իրենց փոքր քույրերին թրթուրներին կերակրում, մեղուն ոնց է ծնվում, մայրը ոնց է ձվարկում, մենք այդ ամեն ինչը այդ այո, այդ միկրո նկարներով փորձում ենք մեր հետևորդներին հրամցնել այդ ինֆորմացիան եւ նրանց բերել դեպի բնություն, դեպի մեղուն ու կարեւորել մեղվի գոյության փաստը։ Այսինքն մարդիկ մեղուն նայելով չպետք է ասոցացնեն մեղի հետ։ Մեզ պետք է որ մարդկանց գիտակցությունը հասնի նրան, որ մեղուն տեսնեն, ասոցացնեն երկիր մոլորակի հետ։ Կյանքի։ Այո, ընդհանուր երկրագնդի հետ։ Ուրախանան, որ էկոլոգիապես քիչ թե շատ բարենպաստ պայմաններում են, եթե մեղուկ է այդտեղ ապրող, ուրեմն այնպես չէ որ ամեն ինչ վատ է։ Եվ դրա համար մենք նաև մեր գործնեության մեջ մտցրել ենք մեղված զբոսաշրջության, ապիտուրիզմի, միջազգային լեզվով ասած ապիտուրիզմի ծառայություն։ Ինչ է այդ ծառայությունը, երբ որ զբոսաշրջիկները գալիս են, ոչ միայն ոչ ավանդական զբոսաշրջության ձևը, հա, գալիս են համազգեստներով մտնում են մեղվանոց, այդ լրիվ մեղվա աշխարհին են ծանոթանում, հայտնի մեղվաբույծների մասին են իմանում աշխարհի, համտեսներ են անում ու կարևորության մասին են իմանում։ Հիմա դա ոչ միայն հետաքրքիր ժամանցային զբոսաշրջություն է, էլիտար մի ձև, այլ նաև կարևոր սոցիալական քայլ է հասարակությանը հրամցնելու այդ ամեն ինչը ու կարևորելու մեղուների պահպանության փաստը։ Եվ մենք մեր ձայնը անգամ հասցնում ենք երկրի սահմաններից դուրս, քանի որ Եվրոպայից էլ ենք զբոսաշրջիկներ ընդունում եւ ներկայացնում ենք ու մեր զբոսաշրջիկներն ասում են, որ անկեղծ մեկ այլ մտածելակերպով մտնում ենք ձեզ մոտ, մեկ ուրիշ մարդ դուրս ենք գալիս ու արդեն սկսում են լրիվ մեղվին ընդունել որպես կարևորագույն անհատ, լուրջ եմ ասում, ու երբեմն մեզ նկարներ են ուղարկում, այսպես քթալի կողքը մեղուն մեղր ուտում, ասում են շատ հոգնած էր, եկավ մեղր տվեցինք, կերավ հանգստացավ գնաց։ Անկամ այդպիսի արձագանքներ ենք ստանում։ Բայց մեղուն մեղր ուտում է։ Բա իհարկե։ Այսինքն ինչ որ մեկը արտադրում է, բայց նրանք էլ ուտում են, ճիշտ է։ Դե մեղուն իր համար է մեղր արտադրում, իր համայնքի համար, հիմնականում են ավելորդը նոր մեղվապահները վերցնում են վաճառքի մարդկության համար։ Այսինքն այդ պաշարն է, որ նրանք պիտի ուտեն։ Միանշանակ մեղուն ինքը իր բաժին մեղրը ունենում է ծնվանը։ Իրանք ինչ են ուտում։ Իրանք բաժինը թողում ենք, որտեվ իրանք շատ աշխատասեր են ու շատ են բերում, պահանջվածից ավելին։ Իրենց բաժինը թողում ենք, ավելցուկը վերցնում ենք։ Դե մեղրը վերցնում եք, օրինակ, չգիտեմ, ամբարեխիչները շաքար են տալիս։ Քանի աշխարհը կա, նման դեպքեր էլ կան, դա իմ համար աշխարհի ստորագույն արարքն է, անընդունելի արարք է, որ այդ միջատը ամբողջ սեզոն չարչարվի, մի մեղվի կյանքը մի գտալ մեղր արժե։ 35-40 օր աշխատող բերք բերող մեղուն ապրում, որ այդ մեղրը քիչ ավելի երկար։ Հա, որը որ ծնվել չի աշխատել, դեպի ձմեռանոց է գնում, նրանք ավելի երկար չեն տանջվում, մարդկանց դեպքում էլ այդպես չէ, չարչարված մարդը մի քիչ։ Պոտաբույծները կան, չէ՞, որ իրենք չեն աշխատում ուրիշի հաշվին։ Բայց իրենց երևի դուրս են մղում փեթակներից, հա։ Բնության իմաստությունը ես միշտ շատ եմ հարգել ու միշտ խորը ուսումնասիրել եմ, ինչը որ մեղուների մեջ շատ կա, մեղվի համայնքը, ընդհանրապես ամենաուժեղ ժողովրդավարական համայնքն է, որտեղ որոշումները մեծամասնությունն է կայացնում, այնտեղ անհատ չկա, անգամ մայր մեղուն, թակուի մեղուն, որ գլխավորն ինքն է, ինքը միայնակ իրավունք չունի որոշում կայացնի, երբեմն հենց մեղուներն են ստիպում իրեն այս կամ այն քայլը անի։ Եվ այդ ոնց որ ձրիակերների մասին չէ, խոսեցիք, բորերի մասին խոսենք։ Բորերը ստեղծված են արու մեղուներն են, որոնք որ ստեղծված են մայր մեղվին բեղնավորելու համար, ուրիշ առաքելություն չունեն եւ աշխատող մեղուները իրենց հանդուրժում են զուտ դրա համար, որ միգուցե մայրափոխություն լինի, բեղնավորման կարիք լինի, սնուցում են, նորմալ հանդուրժում են, փեթակում տարածք են տալիս, բացի դա իրենց մարմնով տաքացնում են նաև փեթակը, որ կրկնակի անգամ գրեթե մեծ են սովորական մեղվից։ Ու երբ որ մեղվապահները աշնանը տեսնում են, որ մեղուները բորերին դուրս են վռնդում փեթակից, հասկանում են, որ բերքը վերջացել է, այլևս բերք չկա։ Ուղարկում են աշխատելու, գնացեք։ Չէ, ուղղակի սպանում են, ավելորդ ուտող բերան են, ավելորդ ծանրություն են հասարակության համար ու վերացնում են իրենց։ Հետաքրքիր բան է։ Որի հետ երբեք ձմեռանոց չեն մտնում։ Այ ասացիք, որ թյուր կարծիք կա, որ մեղվա
պահն է պահում մեղուներին, Այո. իրականում հակառակն է։ Եվ շատ Մեղվաբույց, մեղվապա, դա էլ շփոթմունք կարող է առաջացնել։ Հիմա գարանենք խնդրենք նաև դա կարգավորի, խնդրեմ։ Իսկ այդ մոդելը ասացիք, որ շատ բան ունենք, հա, մարդիկ ունեն սովորելու։ Որ հատկանիշը կառանձնացնեիք, որ իսկապես բացի ժողովրդավարությունից մեղուների վարքագծի մեջ նաև ցանկալի է, որ մարդը նույնպես ընդօրինակի։ Ոտքից գլուխ ընդօրինակելու ենք իրենց, եթե ուզում ենք երջանիկ աշխարհ ունենալ, օրինակելի հասարակություն ունենալ։ Չաշխատողներին դուրս Ես մահենք, ոչ միայն, ես շատ կարևոր փաստեր կբերեմ։ Նախ մեղվապահ մեղվաբույց տարբերությունը, մեղվաբույցները շատ ավելի բուծել, հա, երբ որ հայերեն իմաստը նայում ենք, բուծել, այսինքն երբ որ կարողանում են նոր մեղվաընտանիքներ ստեղծել, թակուհիներ բուծել։ Այ օրինակ ես այսօր եկել եմ եթերին, կարևորելով եթերը, սպիտակից հասել եմ այստեղ ու անմիջապես արագ հետ եմ վերադառնալու մեղվանոց, որտեղ մեր մայր մեղուների ծնվելու օրն է, ժամով արվող, հաշվարկով արվող, ժամի ճշգրտությամբ արվող գործ է ու իրավունք չունես ուշանալու։ Հիմա ես վազելու եմ, որտեվ առանց ինձ չի լինի էլի այնտեղ։ Փոքրիկ ձվեր էլ, հա։ Թրթուրներին տրամադրում ենք, որ մեղուներին կերակրում են մայրակաթով ու ծնվում են, այսօր մեղվամայրերի ծնվելու օրն է։ Եթե ժամերի ճշգրտությամբ, եթե ես ուշ հասնեմ, ուշ բացեմ, միգուցե արդեն այնտեղ խեղդվեն կամ խնդիրներ լինեն։ Ես ձեզ հրավիրում եմ, մենք ամբողջ ամառ աշխատում ենք, ամբողջ ամառ սպիտակում ենք գտնվում, կարակ գաք երեխաներին անգամ բերեք, ապահովությունը մենք ստեղծում ենք, անվտանգությունը ստեղծում ենք հայտնիներից։ Այո, եւ ունենում ենք բուժքույր մեզ հետ, եթե հանկարծ ալերգիկ դեպքեր լինեն, բայց մեր մեղուները ոչ ագրեսիվ, բակվաստ եւ կարնիկա ցեղատեսակներն են, տեղական տեսակը չի։ Հայտելու հավանականությունը, այո։ Հա։ Կովկասիների նման մի քիչ ծև գույնի, ագրեսիվ արագաշար, իսկ եվրոպայից բերված եվրոպական ցեղատեսակներ են, որոնք ավելի շեկլիկ, այսպես ոսկե գույնի խփող բակվասները ու շատ հանգիստ, չափից դուրս հանգիստ են, պետքա չեմ անում, ինչ վնաս տաս, ինչ անես, որ Ինչ էլ հետաքրքիր օր եք ընտրել ծնվելու համար իրենց։ ստացվեց, չէինք որոշել այդպես։ Դասյակված մեղուներն են։ Հա, ուրեմն երկրորդ հարցին անդրադառնամ, ինչ պետքա օրինակ վերցնենք իրենց կոլեկտիվ մտածելակերպը առաջինը, բոլորը մեկը բոլորի համար, այնտեղ անհատ գոյություն չունի, իրենք կոլեկտիվով են աշխատում։ Ներողություն ճիշտ է, որ մեղուները ինտելեկտ ունեն։ Այո, բանականություն ունեն եւ հենց օրինակ բերեմ հենց վեցանկյունների կառուցապատման հարցը, ինչի են իրենք այդ մոմահացերը վեցանկյունի նման սարքում։ Իդեալական կառուցվածք ունի։ Այո, ճարտարապետները, լավագույն ճարտարապետը այդպիսի կառուցվածք չի կարող ստանալ։ Իդեալական ձևի կառուցում են ու մաթեմատիկոսները տարիներ շարունակ հաշվարկել են ու վերջապես հասկացել են, որ վեցանկյունը ընտրել են դրա համար, որ հնարավորինս քիչ հումք օգտագործեն, մեղրամոմի ծախսը քիչ լինի։ Մաքսիմալ մակերես Մակերեսը, հա, ու մաքսիմալ մեղր իր մեջ պահպանվի։ Որից այլ մարմին հպելով չես կարող ստանալ։ Բացատրությունը, եթե փնտրենք ինտերնետում էլ կա, ինչու կլոր էլ կարող էին անել, բայց չեն արել, շեղանկյուն, վեցանկյուն, եկել կանգնել են վեցանկյունի վրա։ Կլորները իրար կողք դնես, վերևում Այսինքն իրենք, հա, անկյունը տարածքը մաքսիմալ օգտագործում են, ամենակիչ հումքն են օգտագործում դրա համար եւ ծավալուն է ինքը շատ, մեղրը ամենամեծ ծավալով հենց վեցանկյունն է մեջը պահում, ու այդ թեքությունը այնքան գրագետ ձևով արված, որ մեղրը երբեք մեջից չծորի։ Ուղղակի ամեն օր ու բացի դա իրենք ստիպում են մեղվաբույցին ամեն օր իրենց հետ սովորել, իրենք ունեն իրենց կանոնները, դու չես կարող իրենց շեղել իրենց կանոններից, դու ես ենթարկվում իրենց այստեղ։ Դաստիարակել չի լինում մեղուներին։ Չէ, մեղուն ինքը իր կանոնը, իրենց բանականությունը ունեն, իրենց դերերը ունեն, ծնված օրվանից հստակ դերերով, ասենք դառնում է 10 օրեկան, սկսում է բան անել, մոմ գործել, հա։ Դրանից առաջ ավելի փոքր տարիքում մաքրում է բջիջները, որ մայրը ծվարկի ու դայակություն է անում։ Մի քիչ ավելի հասուն տարիքում, երբ արդեն բավականին պատկառելի փորձ ունի, գնում է դաշտ մեղր բերելու։ Ավելի ծեր հասակում, երբ թույլ է, գնում է ջուր բերելու, որտեղ ջուրը մոտիկ է։ Այսինքն ըստ ունեցած իրենց պոտենցիալի, իրենց տրվում է նշված դերակատարումը, հա, որը որ մենք էլ կարանք օրինակ վերցնենք, տեսնենք մարդը ինչ պոտենցիալ ունի, իրեն տնենք այդ դերի վրա, այդ պաշտոնի վրա ու լավագույնս իր ուժերը հենց այդտեղ կցուցաբերի։ Իսկ այդ գործողությունները անձեն աչքով երևում են, դուք տարբերակում եք այդ մեղուներին ով է։
Հա, օրինակ մոր շքախումբը մի անգամից որ հանում ես թակուհի մորը շրջապատած, այսպես շրջանաձև շրջապատած են, գիտես որ դա շքախմբի անդամներն են, թիկնապահներն են մոր։ Բացում տեսնում ես, այսպես մի հատ սիրուն կլորիկ հետևա գլուխը չկա, հասկանում ես որ դայակ մեղունա թրթուրինա կերակրում։ Մեղվաբույծը անմիջապես ու մենք տուրիստներին, զբոսաշրջիկներին հենց այդ ենք բացատրում ու ցույց տալիս, թե այն մեկը տոտիկներից, զամբյուղներից բերել թափահարում է զամբյուղները, ծաղկափոշինա բանանում, վեցանկյան մեջ լցնում եւ այլն եւ այլն։ Եվ մեղուները 5 աչք ունեն, հա։ Այո։ Երկուսը հիմնական, երեքը կողային աչքերն են, որ խոսես, շատ կխոսես ու եթե պատմության մեջ էլ խորանանք, դեռ հնուց շատ մեծ տեղ են տվել մեղուներին։ Մեղուները երբ որ խայթում են, բանում են։ Այդպես է։ Անկամ եւ խայթով ճիշտ է, այստեղ մենք եթերից առաջ էլ էինք զրուցում խայթի մասին։ Շատերը մեղվի միակ բացասական կողմը համարում են այդ խայթը, որ կարա մարդը ալերգիա ունենա մեղվաթույնի նկատմամբ եւ անմիջապես օրգանիզմը ալերգիկ ռեակցիա տա։ Մի դեպք է 2.5 միլիոն դեպքերից։ Եթե մահացու լինի։ Հազվադեպ է լինում, ընդ որում որ անմիջապես հասցնում ես ներարկում են անում արյան մեջ այդ հակաալերգիկ դեղամիջոցները, պրեպարատները, մահվան չի հանգեցնում, եթե շատ արագ լինես։ Բայց ես նաև միշտ ինձ վրա եմ փորձը բերում, օրինակը բերում, նախքան մեղվաբույծ դառնալը ես ահավոր ալերգիկ էի ու դեղերով պարտադիրորական 2 կոճակ դեղահապ էի ընդունում ալերգիայի դեմ, այսպես դաշտամիջյան ճանապարհով գնում էի ու սկսում էի փռշտալ, ալերգիկներին շատ լավ եմ հասկանում, կյանքդ վերածում է դժոխքի։ Ուղղակի մեղուների հետ շփվելով մի օր որոշեցի, որ ձեռնոցներս դեն եմ նետելու եւ ես պետքա ռեզոնանսվեմ մեղուների հետ, իրենց էներգիան զգամ։ Դրանց հետո այդ խայթերը որ ստացա, երևի թե մի տարվա ընթացքում խայթ ստանալուց հետո ինձ մոտ ալերգիաները վերացավ։ Անգամ ռևմատիկ ցավերը վերացավ։ Հասկացավ, մենք արդեն կամաց մի քիչ ուրիշ տեղ ենք գնում, եկեք վերադառնանք այնուամենայնիվ կենսաբանական մանրամասներին։ Ես հասկանում եմ, կա այդպիսի բան, որ բժշկության մեջ մեղվի թույնը, նույնիսկ այդ սոսին պրոպոլիս կոչվածն են օգտագործում, մի խոսքով, ամեն ինչ որ մեղվի հետ կապված է, հիվանդություններ տարածում են, ինչ վտանգներ կա մեղուների հետ կապված։ Հիմա տեսեք, ինչու են քչանում աշխարհում, կա այդպիսի տվյալներ։ Մարդկանց Իդեպ մի մեջբերում, որը շատ հայտնի է Ալբերտ Էյնշտեյնից, որը որ վերանան մեղուները մարդկությանը մնալու է 4 տարի ապրում, այո։ Եվ սարերի հետևում չէ մեղուների վերացման հարցը, ես շատ մեծ ցավով եմ ասում, ուրեմն սկսենք ամենամեծ խնդրից թունաքիմիկատներից, որտեղ այսօր աշխարհում կան շատ մեծ ընկերություններ թունաքիմիկատ արտադրող, բայց խորապես չեն մտածում, որ այնպիսի թունաքիմիկատ պետք է արտադրվի, որ մեղուներին վնաս չտա։ Եվ եթե այդ գլոբալ հարցից կանք դեպի ավելի միկրո հարցի շուրջ, մեր ֆերմերների մոտ, հա, ֆերմերների մոտ բացի օրենքի նայելուց պետք է լինի այն գիտակցությունը, որ եթե այսօր ինքը իր ծառը ներարկեց, հա, բուժեց ծառը, կողքի հարևանի մեղուն եկավ նստեց ու Աստված մի արասցե հանգավ, սատկել բառը ես չեմ ասում մեղուների հետ հանգավ, իր ծառը փոշոտի օղ չի լինելու եւ առաջինը իր բալիկն ասոված մնալու։ Այսինքն մենք այդ պատասխանատվությունը ամեն մեկս պետք է պատկերացնենք։ Ոնց որ մեր հաջախորդն է ասում, ասում եմ ուրաբա եփելուց ես պատուհանը բացում եմ մեղուն դուրս է գալի, առաջվա պես չեմ սպանում։ Ամեն մեկս մեր չափով, մեր ծավալով պետք է այդ պատասխանատվությունը զգանք։ Երկրորդը բնակլիմայական փոփոխությունն է։ Այս ամեն ինչը մեղուն շատ զգայուն է դարել ու առաջինը իր վրա է արտահայտված։ Երրորդը այս աղտոտվածություններն են։ Չորրորդը այս 5G ճիշտ է շատերը կողմ չեն դրան, բայց այս 5G ինտերնետ ցանցն է եւ այս ամեն ինչը այսպես մի հատ փունջ է դառնում ու մեղվի իմունիտետը գցում է ու մեղուն արդեն զգայուն է դառնում հիվանդությունների նկատմամբ։ Ես կուզեմ ուղղակի Եթե ժամանակ կա շատ կարևոր հարցի շուրջ խոսեմ, քանի որ այսօր հենց պաշտպանության թեմայով ենք հանդիպել, ուրեմն Վարրոա տիզը աշխարհում հայտնի տիզն է, մեղվի առաջին թշնամին, որի պատճառով անկումներ ենք ունենում, ու այսօր նոր տզի տեսակ կա, տրոպիլատիզ է կոչվում, 3 անգամ սարսափելի քան Վարրոան է եւ հասել է արդեն Վրաստան, հարևան Վրաստանում է գտնվում ու անգամ Թբիլիսի է հասել, ու որ պատկերացնում ենք Հայաստանից գտնվում է մի քանի կիլոմետր ընդամենը հեռավորության վրա,
Եվ հիմա մեղվաբույսների դեմ արճակատված է հենց այդ մարտահրավերը, թե ոնց պետքա մեղուներին պաշտպանենք տրոպիկական տզից, Աստված մի արասցե, եթե վաղը մյուս օրը եկավ Հայաստան։ Եվ սա անգամ այն զարգացած երկրներում է մեծ վնաս առաջացնում, որ չեն կարող պայքարեն, վերածվում է համաճարակի ու մենք քայլ առ քայլ գնալով մոտենում ենք դրան եւ այստեղ պետքա մեծ խստություն հենց պետական մասշտաբով, որպեսզի Հայաստան ներմուծվող ամեն մի մեղվածրար, Հայաստան ներմուծվող ամեն մի մեղվամայր, հա, որ անհատների կողմից ներմուծվում է, հատուկ ստուգում անցնի։ Օրինակ, եթե մենք հիմա փորձենք եվրոպական որևէ երկիր անգամ սերտիֆիկատացված մայր տանել, նախ մեծ թղթաբանական հարցեր առաջանում, հետո հարցակը թողեն, թե չեն թողի, մեծամասնամբ չեն թողի, անվտանգությունից ելնելով, բայց Հայաստան հանգիստ ներմուծում է։ Կենսաբանական նյութեր ոչ թե կենթանի էակներ, որոնք հատուկ թղթեր ունեն, չի կարելի տեղը սահման անցկացնել։ Նկատի ունեմ օրինակ սաղմեր, էմբրիոններ եւ այլն եւ երկրներ կա անգամ փայտը, մոմակալը փայտե թույլ չեն տալիս, հետո կարա փայտոջի մտնի, էլի։ Իսկ մեզ մոտ հանգիստ, հիմա ես որ որոշեմ վաղը գնամ, ասենք Ուզբեկստանից փաթեթ բերեմ, հանգիստ կարամ գնամ բերեմ։ Ինձ թվում է հենց այս պատճառով մենք վաղ մյուս օր կանգնելու ենք լուրջ մարտահրավերների դեմ ու շատ ցանկալի է հիմա մտածենք դրա մասին կանխենք, կան հետո արդեն վտանգը կհասնի արճակատվենք այդ վտանգին ու մտածենք ոնց անենք, չգիտեմ, ես արդեն իսկ սարսափում եմ, թե ինչ պետքա լինի հետագայում, եթե տրոպիլատիզը մտավ Հայաստան, ուզում եմ ասել, այսպիսի վտանգներ կան ու մեղվաբույսները վերահսկել, չէ՞ որ թրջուն է միջատ է եւ կարող է սահմանը անցնել մոտիկ է։ Ամենայն դեպս բացառելու ենք այդ տարածքով գոնե մեղուների մտնելը դեպի Հայաստան, հա, որտեվ տեղում մենք կարող ենք մեղուներ բուծել։ Մենք ունենք շատ լավ մայրաբույծներ, մենք այդ նույն մեղվամայրերը կարող ենք տեղում բուծել, այնպես չի որ մասնագետներ չունենք, քիչ են, բայց կան։ Եվ ես լիահույս եմ, որ ավելի կշատանան, եթե մենք հույսներս մեզ վրա դնենք ու սկսենք ներսում այդ ամեն ինչը անել։ Գայանի ասացիք, այն մեղրը, այն համը, որը արտադրվում է Հայաստանում, նմանը չունի աշխարհում։ Իսկ ինչպես մեղրը դարձնել հայկական բրենդ։ Էլի եմ ասում, պետքա կոլեկտիվ ջանքերով լինի այդ ամեն ինչը։ Ես օրինակը հենց բերեցի զելանդական կարագի վրա, չէ՞ որ ասում ենք զելանդականը, հասկանում ենք որակ։ Նույնը պետքա մեղրի այդ հայկական բրենդը զարգացնենք, որ ասեն հայկական մեղրը, մարդիկ հասկանան որակ, քանի որ մեր մեղրը բազմածաղկային է մեծամասամբ Հայաստանի տարածքում, ունի շատ օգտակար հատկություններ, որտեղ այդ բոլոր խոտաբույսերը, որի վրա որ մեղուն թռնում եւ նեկտար ապերում, արդեն այդ իրենց օգտակարությունը փոխանցում են մեղրին, ու եթե համեմատես միածաղկային մեղրի հետ, առողջարար հատկությունները, այդ համային հատկությունները լրիվ ուրիշ է, եւ մենք պետքա մտածենք հենց մեր մեղրը, մենք գնով չենք կարող մրցակցել աշխարհի հետ, աշխարհի խոշորագույն բրենդների հետ, որտեվ մեզ վրա ինքնարժեքը բարձր է նստում։ Այդտեղ մի շարք հարցեր կա, լոգիստիկ հարցեր կա, կլիմայական հարցեր կա եւ այլն, գնային առումով մրցունակ չենք, մենք պետքա որակի առումով մրցակցենք եւ շեշտը տնելով որակի վրա կարողանանք շուկայում մեր դիրքը գրավենք։ Իսկ կան մեծ ֆերմաներ, օրինակ, որտեղ որ փակցիկլ է, պատկերացրեք, մեծ տարածություն բացպարված է, որտեղ որ միտեղ ծաղիկներն են աճում, բույսերը, մյուս տեղում դրված են փեթակները եւ այդ ցիկլով մշտապես մեղուները մեղր են տալիս։ Սովորաբար խոշոր արտադրությունները այդպիսի տեսք ունեն, հա, խոշոր արտադրությունները հիմնականում Հայաստանում էլի մեծամասամբ շրջիկ են լինում, որտեվ ճիշտ է կա բրենդներ, որ ասում են միածաղկային մեղր, բայց մենք գիտենք Հայաստանի տարածքը, մեր տարածաշրջանի ավելի շատ գնահատվում միածաղկայինը, հա, չեմ ասում օգտակարության առումով, զուտ արժեքի։ Դա ուղղակի համային ընկալման հարց է, որտեվ մարդ կա սիրում է միածաղկայինը, իր քիմքին հաճելի է դա, մարդ էլ կա սիրում է բազմածաղկային սուր, օրինակ մեր մեղրից միշտ գալիս է ուրցադաղցի այդ համը, քանի որ այդ լեռնանցքի սարը որտեղ տանում ենք, այնտեղ լիքնա հենց ուրցադաղ ծաղիկը ու այդ համային սրությունը հենց մեղրի մեջ է ու հաճախորդները գերադասում են հենց այդ համը։
ինչ որ սուր յուրահատուկ համ ունի ու հենց այդ տարածաշրջանից է կախված։ Տեղափոխում ես մեկ այլ վայր, մեկ ուրիշ համ է գալիս։ Իսկ Հայաստանի ռելիեֆը այնպես է, որ մի քանի մետր գնում ես, բուսատեսակները փոխվում են ու մեծամասամբ մեր մեղրը բազմածաղկային է ու տարբեր համային տեսակի։ Իսկ միածաղկային մեղրերը 100%-ով նախ միածաղկային չեն կարող լինել, որտեղ մեղուն անկառավարելի է, հետո դա ավելի շատ այն երկրներում է, որտեղ անծայրածիր հեկտարներով դաշտեր ունեն ու կարող են այդ մի ծաղիկի նեկտարից մեղր ստանալ, իսկ մեզ մոտ քիչ է հանդիպում, որ կարող ես հեկտարներով մի ծաղիկից դաշտ ունենալ, ասենք ակացիայի մեղր, հեկտարով ակացիա ունենաս ու փեթակները տնես այնտեղ։ Հա, 30-40%-ը կարող ակացիա լինի կամ լորենի լինի, բայց դա չի համարվում միածաղկային։ Տրոպիլելապսոզ, այդպես է կոչվում հիվանդությունը։ Եվ շատ արագաշարժ, շատ խորամանկ։ Մենք տեսանք այդ հեսատես, այդ դիզելին։ Ինքը իր փոքրության հետ մեկտեղ կարող է ամբողջ աշխարհին կառավարել, վնասել, քանի որ եթե նրան հաջողվեց մեղվին վնասի, այդ փոքր արարածը մեզ բոլորիս վնասելու է ու սովածապահելու։ Մակաբույծեր են, նրանք գալիս են եւ տեղավորվում են թրթուրի մեջ անմիջապես։ Այո, սպառել են ռեսուրսները, որը նախատեսված էր սերնդի նոր սերնդի աճի համար։ Մի խոսքով վտանգավոր հիվանդությունները փաստորեն ունեն նաեւ մեղուները, պատկերացրու։ Իսկ իրենք տարածում են հիվանդություններ ինչ որ։ Մեղուները ունեն օրինակ սնկային հիվանդություններ, որոնք մարդուն չեն տարածում, բայց մեկը մյուսին տարածում են։ Մեղրի մեջ Չէ, մեղրի մեջ կարա, եթե դեղորայքներ են օգտագործել, հատկապես անտիբիոտիկային դեղորայքներ, դա մնում է ոչ միայն մեղրի մեջ, նաև մեղրամոմի այդ շրջանակները, որ կան, այդ մոմերի մեջ անտիբիոտիկները մնում են, իրենց ազդեցությունը թողում են։ Չի իմանա, բայց իրենց երեխան կարող է այդ անտիբիոտիկով հագեցած մեղր ուտի։ Դրա համար մենք բացառում ենք դեղորայքի օգտագործումը, անգամ տիզը բնական ձևերով, սխտորաջրով, տարբեր բուսայուղերի, եթերայուղերի այդ խառնուրդներով ենք աշխատում բուժել ու մրջունաթթվով, հա, այդ ծխի ազդեցության տակ այդպես ենք դզաբուժությունը անում։ Մեղուների հիվանդության պահով հիմա էլի հիվանդություններ կան, բայց կառավարելի են։ Ամենավտանգավորը հենց այդ տիզն է, որը որ տեսնենք։ Գայնե, հասկանալի է, որ այս բոլոր գիտելիքները աշխատանքի ընթացքում եք ձեռք բերել, հմտությունները, բայց որքան ինձ հայտնի է, տոհմական մեղվապահ չեք։ Չէ։ Իսկ ինչպես եղավ ձեր հանդիպումը մեղուների հետ, ինչպես որոշեցիք վերածել դա բիզնեսի եւ անգամ խորհուրդ եք տալիս մնացածին այո զբաղվել հենց այս բիզնեսով, որը ինքնին բավականին բարդ է։ Ձեր հարցի մեջ մի հետաքրքիր դրվագ կա, ուրեմն ես զարմանալի է, բայց մանկությունը շատ լավ եմ հիշում, այդպես 3 տարեկանից սկսված, նորման 5 է, բայց 3-ից ես հիշում եմ ու հիշում եմ, որ այդ սովետական մութուցուր տարիներին մեր տանը մեղվաբուծական գիրք կար, այսպես արտահայտիչ քունավոր նկարներով ու իմ խաղի գլխավոր մասներ ինքը ես թերթում էի նայում էի այդպես հավաքարար մեղուն մաքրում ափեթակը խնամակալ մեղուն կերակրումով ու ամբողջ օրը ես դրանով էի զբաղված հետո մեծացա այդ գիրքը բան մոռացա ու այս վերջի տարիներին հետ վերնիսաժից գիրքը գնեցի ու հիշեցի որ ես գնել եմ իմ մանկության խաղալիքը միգուցե ենթագիտակցության մեջ մի բան մնացել է բայց մինչև մեղվին հասնելը հարյուրավոր գործեր են փոխել լիքը աշխատանքներ ոչ միտեղ ինձ չեմ գտել եւ ուղակի փորձելով կոവിഡ്ի ժամանակ երբ որ մենք ունեինք ուղակի սիրողական մի քանի փեթակ հասկացա որ ես մեծ ստրես եմ տանում ու ստրեսից մտա մեղուների մեջ սկսեցի սովորել մեղվաբուծություն պահել ու այդ կոവിഡ്ը հանդիսացավ որ ես դառնամ մեղվաբույծ բացի դա իմ ճանապարհին շատ խոչընդոտներ առաջացան գիտելիքի պակասից փեթակների կորուստ վարկով գնված ֆինանսական ճգնաժամ մեղուների հիվանդություններ որոնք չէի կարող կառավարել ու շատ երբեմն բողոքում էի ասում էի աստված ջան էլ չեմ կարող էլի ամեն օրը մարտահրավեր է ինչքան կարելի է խնդիր բայց հիմա հասկանում եմ որ ես պետքա շնորհակալ լինեմ հենց այդ խնդիրներին որտեղ միգուցե իմ առաքելությունը հենց նաև մնացածին սովորեցնելն էր ու երբ որ դու ընկած տեղից ես բարձրանում միայնակ պայքարելով կողքի ընկածին կողքի դժվարություն ունեցողին ուրիշ աչքով ես նայում ու ուրիշ սրտացավությամբ ես նայում եւ ես հիմա հասկանում եմ որ իմ առաքելությունն է մեղվաբուծությունը զարգացնել ու օգնել հենց այն մարդկանց ովքեր այդքան ռեսուրս չունեն հա միայնակ ոտքի կանգնելու եւ դրա համար մենք մեր սոցիալական ձեռնարկության հենց հիմնական նպատակը սոցիալական ազդեցությունը մեղվաբուծության զարգացումն է ու փորձում ենք հենց շրջանի կանանց
խորհրդով աջակցել եւ գրեթե ամեն տարի մասնակետ ենք հրավիրում դրսից, ով անվճար խորհրդատվություն անում, պրակտիկ դասընթացներ եւ մարդիկ, ովքեր ուզում են առանց գումար վճարելու, ես երբեք սովորող մարդուց գումար չեմ վերցնում։ Ով ուզում է թեկուզ գալիս են մեզ հետ աշխատում են, սովորում են, գնում են ու այդ առաքելությունը ինչքան որ մենք ընդլայնվենք, դա մեր արժե համակարգն է բիզնեսի, ինչքան ընդլայնվենք, այնքան այդ առաքելությունը մեր հետ ընդլայնելու ենք։ Կարևոր է լինելու ամեղուն, որպես փոշոտիչ, մեղվի զարգացումը, նոր հետո արդեն բիզնեսը որպես այդպիսին ու նաև պրոդուկտի առումով փորձում ենք ոչ միայն մեր հետևորդներին, սպառողներին մեղր տալ, այլ նաև այն խաղաղությունը, որի պակասը որ ունեն այսօր շատերը հեռացել են բնությունից, հա հետ բերենք դեպի բնություն, փոխանցենք այդ խաղաղությունը ու առողջությունը։ Այսօր անգամ աշխարհի բռով ոսկիներն է բերեն, աշխարհի, չգիտեմ, շքեղությունն ու փառքը բերեն, գումարը բերեն, եթե մարդը եղավ անառողջ ու մարդու միտքը եղավ ոչ խաղաղ, իր աչքին ոչ մի բան չի գալու, եւ մենք փորձում ենք հենց դա տալ, առողջություն ու խաղաղություն։ Անկամ փորձել եք այս բիզնեսը առաջարկել կանանց գաղութում, ճիշտ է։ Հա, դե դա ուղղակի այո, ես պատրաստ էի սեփական նախաձեռնությամբ առանց որևիցե դոնորի կամ նվիրաբերել մեղվա ընտանիքներ գաղութին եւ սովորեցնել գաղութի կանանց, քանի որ մեղվապահությունը նաեւ հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, շատ հանգիստ հավասարակշիռ վիճակում ես գտնվում եւ իր հետ ամեն օր սովորում ես, լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Ու միակ խոչընդոտը էր, որ տնօրինությունը վախեցավ, որ բանտարկյալները կարող են խայծ ստանալ եւ ալերգիկ ռեակցիաներ ունենալ եւ դա կանգնեցրեց, բայց համաշխարհային փորձը ես որ ուսումնասիրում եմ հսկայական արդյունքների են հասել ու չգիտեմ, եթե կարողանայինք շրջանցել, հա, այդ մեղվախայթի պահը, նաեւ ոչ պակաս արդյունքներ կգրանցեինք այստեղ Հայաստանում։ Եթե մեղու ենք տեսնում ինչ որ միտեղ գալիս է քովրա, մենք ցույց ենք ձեռքերով հերվանալ եւ այլն, Ինչքան այդպես անեք, այնքան մոտիկ։ Բայց հա, ինչի են գալիս մարդու վրա։ Ինչն է գրավում։ Ասում են ածխաթթու գազն է գրավիչ նրանց համար, ջերմային հետքն են նրանց համար գրավիչ ջերմային հետքը։ Եվ մյուսը, եթե մեղուն տարածությունը նշանակում է մոտակայքում Փեթակ կա, ինչքան հեռու են գնում Փեթակից, 7 կիլոմետր շարավի, 3.5 գնում են, մինչև 3.5 հետ գալիս։ Հասկացա, հա, բավականին հեռու են գնում։ Ուրեմն խայթի առումով ասեմ, մեղուն երբեք ցանկություն չունի մարդուն խայթի։ Չէ, որտեղ ինքը գիտի որ մահանալու է, հասկանալի է։ Իր համար բարձ է պաշտպանական մեխանիզմ, այսինքն խայթում այն դեպքում, երբ որ վտանգ է տեսնում, ինչ որ թշնամանք է տեսնում, եւ իրենք շատ սուր հոտառություն ունեն, շներից շատ անգամ ավելի սուր, եւ տանել չեն կարողանում օրինակ ալկոհոլի հոտը, Սուրճի հոտը, օծանելիքի հոտը, սուր կկռիչ հոտեր, եթե մրգային չէ, երանգներով օծանելիք լինի կգան վրա, հա, հասկացա։ Եվ բացի դա, մեղուները նաեւ զգում են ադրենալինի հոտը, այսինքն եթե մարդը վախենում է ու վախեցած գնում Փեթակի կողքը կանգնում է, այդ ադրենալինը տարածում է, ասենք մաքուր մարդը ինչից պետք է այդպես են, չէ՞, մտածում, անմիջապես եթե վախեցող կա, ուրեմն թշնամի է։ Խայթե այդպես է լինում, իսկ մնացած բոլոր պարագաным անգամ եթե մեղուն վրա է տվել, եթե հանգիստ կանգնում եք, ոչ մի բան չեք ձեռնարկում, իրենք գնում են։ Իսկ ինչքան գլուխը թափահարես, մազերը ձեռքով փորձես հետ քշել, նրան ավելի ես կրկռում ու ստիպում որ կա խայթի։ Իսկ եթե օրինակ մի ընտանիք է մեղվի եւ հարևանությամբ մեկ ուրիշ ընտանիք է, նրանք խառնվում են այսպես թե ամեն մեկը իր տեղը գիտի ընտանիքի Փեթակի ուրույն հոտը ունի, հոտով են իրենք հասկանում եւ հետաքրքիր բան կա, ուրեմն երբ որ մեղուն դատար կա գալիս ուրիշ Փեթակից ուզում ամտնի օտար Փեթակ, հսկիչ մեղուները չեն թողում անմիջապես ճանաչում են դեմքով։ Հոտով գիտեն։ Իրենք ամեն մեկի իր հոտը ունի, արդեն հոտով գիտեն օտարական է։ Ես այդ կադրերից մեր էջում տեղադրել եմ, այսպես քաշքշում են թևերից, ոտերից քաշքշում են ու հեռու են նետում, բայց եթե մեղուն դաշտից հոգնած գալիս է ծաղկափոշով կամ նեկտարով բեռնված ու էլ ուժ չունի գնային հեռու Փեթակը, առաջի պատահած Փեթակի մոտ թռիչքը վերջացնում է, ներս են ընդունում։
Բայց Մեղրը վերցնում են ճանապարհում են։ Բնականաբար, վերցնում են ճանապարհում են։ Եթե լիքը գալիս են, համեցեք, խնդրեմ, բայց դատարկ մեղուներին կյանքում չեն թողի, անգամ եթե պետքա մրսի սատկի, չեն թողում։ Ինչ հետաքրքիր Անմիջապես դուրս են անում։ Հա, շատ լավ միտք ասած, Գայանն ասաց, որ մեղուների այդ կառուցվածքը հասարակության շատ դեմոկրատական է, շատ մոտ է։ Ի տարբերություն մեկ մրցումների, այնտեղ ավելի շատ միապետական, այդպես, այդտեղ այդ գլխավոր, չէ, որոշումները ինչ որքան գիտեմ, այդ մայր մրցումն է կայացնում։ Տեսեք, մեղուների մեջ էլ է մայրը գլխավորը, բայց օրինակ ենթադրենք, երբ որ տեսնում են ընտանիքը արդեն լծվել է, տեղ չկա, պետքա նոր ընտանիք տան, մեղուները բեչա են ասում, մեղվաբանները ասում են բեչա տվեց մեղուն, ծակ տվեց, հա։ Դա մորը ստիպում են մեղուները, երբ որ տեսնում են էլ հնար չկա, մայրաթասակներ են կառուցում ու մորը ստիպում են մայրաթասակի մեջ ձվարկի, որ ստանան երկրորդ մայր մեղուն ու այդ ընտանիքը բաժանվի երկու մասի, մի մասը առանձնանա գնա։ Այսինքն մայրը ուզի չուզի այնտեղ իրան արդեն կամ տեսնում են կերի քանակը, իրանք արդեն մայրը գիտի ինչքան պետքա չի կարող ավել ձվարկել, որտեվ աշխատող մեղվի քանակից, կերի քանակից կախված շատ բաներ կա, այսինքն մեծամասնությունը որոշում է եւ մայրը անում է այն, ինչ որ ասենք պահանջված է հասարակությունը պահելու համար։ Կասեք Գայանե, մեղրը ինչու չի փչանում։ Այդ ինչ ֆանտաստիկ հատկություն է։ Հակաօքսիդանտ հատկություն ունի մեղրը, անգամ հնում պատերազմների ժամանակ, երբ որ այսպես վիրաբուժությունը զարգացած չէր, այո, այդ հակասեպտիկ ազդեցության մասին էի ուզում ասել։ Պատերազմների ժամանակ այդ բժիշկները ռազմական իրենց մոտ փոքր տուփով մեղրներ են ունեցել եւ վերքը որ եղել է անմիջապես մեղր են լցրել, որ ախտահանի այդ վերքը ու օգնի վերքի արագ ապակինվելուն։ Նաև մեղրամոմը, ոչ միայն մեղրը, մենք բոլորս միայն մեղրի մասին գիտենք, բայց այնքան հետաքրքիր պրոդուկտներ կա, որ օրինակ հենց նույն մեղրամոմը մարդու համար հանդիսանում է երկրորդ մաշկ։ Եթե մաշկը շատ խորը այրվածք ու վնասվածք ունի, այն մեր տատիների մահլամը որ կար, անալի կարակով մեղրամոմը հալում էին, քսում էին ամենաուժեղ վերքին ու բուժվում էր։ Հիմա մենք այդ նույն կառուցվածքի վրա մեր կրեմներն ենք պատրաստում, մի քիչ ավելի ժամանակակից փաթեթավորմամբ։ Նույն ակնամոմը էլի ունի հակասնկային հականեխիչ հատկություն ու Եգիպտոսում մումիաներին իրենց հենց զմրսել էին ակնամոմով, որ այդքան պահպանվել է մեղրով ու ակնամոմով։ Ոսկը մեղրամոմն է, հա։ Ակնամոմը ժողովուրդը ավելի գիտի ռուսերեն պրապոլիս անվանումը։ Պրապոլիսն է, դա այդ որը ծառի բողբոջներից են բերում, մարդիկ գիտեն մեղուների ծերտն է, գալիս ասում են մեզ մեղուների ծերտ կտակ, ասում են Ժորժյան ու տանում են ուտելու։ Տեսեք ինչքան օգտակարությունը գիտեն, որ ծերտն է եւ տանում են ուտելու։ Մեղունի ինչ ծերտ։ Եվ մայրակաթը 70-ից ավել հիվանդություն է բուժում, մարդու օրգանիզմը երիտասարդեցնող, հորմոնալ բալանսը կարգի բերող, երկար կխոսեմ, որ խոսեմ, ասենք սովորական մեղուն, որ 2 օր մայրակատ ուտում, 2-ից 3 օր ապրում է 30 օր, 30-35, մայր մեղուն, որ ամբողջ 16 օրը թրթուր հասակում ուտում է այդ մայրակաթը, ապրում է 5 տարի։ Հիմա պատկերացեք մայրակաթի այդ ուժը, էլիքսիր է իսկական, կյանքի էլիքսիր է։ Մարդը ինչ կարող անեն մեղուներին ավելի լավ լինի։ Լավ, այսպես խորհուրդ տանք վերջում թունաքիմիկատների պահով անգամ եթե ձեր տնամերձ հատվածում պետքա ծառերը սրսկեք, զգուշացրեք մեղվապահներին անպայման։ Տանը եթե գործ եք անում, սիրելի իմ շատ հարգելի հայեր տանտիրուհիներ, եթե չրագործությամբ եք զբաղված եւ մեղուն այդ քաղցրով հմայվել եք, ելա խնդրում եմ մի սպանեք, թողեք թող գնա դուրս գա, որտեվ մեր երեխեքին, մեր ապական պահողը հենց իրենք են։ Հաջորդը կարելի է բույսեր ուղակից անել։ Ես մի հատ վատ օրինակ բերեմ, որ հարևանությամբ երբ որ մեղուն տեղափոխում էինք, ջուր կար հարևանի մոտ ուշ էինք հասնում, հա, այդ մեղուների ջրամանը փոխելու, ջուրը սպառվում էր շոկ եղանակին ու տեսնում էինք հարևանը ինչքան հնարավոր է ձիգ այդ ջուրը փակել է, որ մեղուն նեղություն չտա։ Ասենք մի քանի կաթիլ, որ այդ աղբյուրից ջուր գնա, այդ մեղուն այդ ջուրը տանի, թրթուրներին դրանով կերակրի, հա, մեղրը բացի կերակրի։ Չէ՞ որ հետո այդ թրթուրները ձեր տան ծառերն են գալու փոշոտեն։ Այսինքն համայնքային մտածենք, մեղուների պես մտածենք, որ բոլորիս համար լավ լինի։ Ու ես եթե ժամանակ ունենք, մի հատ հետաքրքիր բանի մասին էի ուզում ժողովրդի հետ կիսվեի, պատմեի, որ օրինակը բերեմ Անգլիայի վրա, շատ սիրուն ավանդույթ կա,
ուրեմն մեղվին այնքան սրբության պես են վերաբերվում, տան անդամի պես են վերաբերվում, որ Աստված մի արասցե հեռուն բոլորից, երբ որ տանը դժբախտ դեպք է պատահում, այսպիսի ավանդույթ ունեն, ասենք ինչ որ մեկը մահանում է, տան տարեցը գնում է փեթակի մոտ, այսպես թակում է փեթակը ու ասում է տանտիրուհին մահացել է։ Զգուշացնում է մեղուներին ու այսպես սև ժապավեն են կախում փեթակից, առաջինը իրենց ոնց որ վշտով կիսվեն մեղվի հետ ու առաջինը մեղվին զգուշացնեն, որ մի քիչ թեթևություն բերի իրենց ու տարիներ առաջ Անգլիայի թագուհին որ մահացավ, նույն այդ ավանդույթը արեցին։ Գլխավոր մեղվաբույծը պալատական գնաց թակեց, այդ լուրը տվեց ու այդպես, այսինքն սա խոսում է այն մասին, որ ինչքան կարևորում են մեղվին, ինչքան կարևորում են նրա ներկայությունը, անգամ այդ վատ իրավիճակների դեպքում, երբ մարդկանց հոգեբանական աջակցություն է պետք, ինչ որ կիսվել, ամենաառաջինը այո, մարդու հետ կիսվելու փոխարեն ամենաառաջինը գնում մեղվին են զգուշացնում, որ գիտես քո տերը, ասենք դժբախտ դեպք կա պատահել կամ այսպես, որ միգուցե նաև աջակցություն փնտրելով մեղուներից, քանի որ այդ հոգեբանական աջակցությունը մեղուներից միշտ կա։ Ես նաև ուզում եի ուղղակի մեջ բերեի, որ մեղվաբուծության ոլորտի տերմինները Աստվածաշնչում օգտագործվում են ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով եւ անգամ արվել է որոշակի հաշվարկ Աստվածաշնչյան տեքստերում մեղուների մասին հիշատակումները հանդիպում են 6 անգամ, մեղվա ընտանիքի մասին 1 անգամ, մեղրի մասին 68 անգամ, փետակի մասին 10 անգամ եւ մեղրամոմի մասին 6 անգամ։ Իդեպ մեր զբոսաշրջիկները Դուբայից զբոսաշրջիկներ էինք ունենում, ասում էին, որ Ղուրանի մեջ հատուկ անգամ գլուխ կա մեղվին նվիրված, որտեղ որ շատ խոսվում է հենց մեղվի աշխատասիրության մասին ու նաև շեշտում են, որ մեղուն Աստծո կողմից է ուղարկված, Աստծո կողմից առաքելություն ունի մարդկության համար անելու, ոչ մի կրոն վատ բան չի ուսուցանում, չէ՞, անգամ մուսուլմանական կրոնների մեջ, Ղուրանի մեջ կա, եւ քրիստոնեության մեջ կա, եւ Ղուրանի մեջ կա, եւ հենց մեր զբոսաշրջիկները շատ են պատմում, որ կարդացել են եւ Աստվածաշնչում եւ Ղուրանում մեղուների մասին։ Ես ուղղակի ասեմ, որ մեղվի եզակի տեսակներ կան, որոնք միս են ուտում։ Հտող միս, տաք երկրներում, հիմնականում Լատինական Ամերիկայում կա տրիգոններ, այդպես են կոչում, ուղղակի իմանալ, միս, միջատներ գիտեի, որ աղբը վերամշակում են, մնացորդը կերակրի այս ուտում։ կենթանին վերացնում է սատկած կենթանիների միսը, Էլի շատ օգտակար գործ է անում սանիտարական։ Բայց տալիս է համեղ մեղր, հետաքրքիր հատկություն, այսինքն օրգանիզմի մեջ այնպիսի քիմիական փուչուրի գործարան է աշխատում, որ այդ կենսաբանական նյութից Ինչպես Արամ ջան, ես Արամայիս Գասպարյանի գրքերից որ կարդում էի իր հիշողություններից կամ իր պապի հիշողություններից, լավ չեմ հիշում, պապական մեղվաբույծներ էին, պատմում էր, որ մեղուները ոչ նեկտարի ժամանակ առատ բերք են բերել, առատ նեկտարի նման բան են բերել, հետո իր պապը, Օհան պապը գնացել է այդ ուղղությամբ, որտեղից որ մեղուները գալիս են, տեսել է մի հատ օձ հասատկած քարերի արանքում, լավ հաստ օձ, ու այդ օձի վրայի յուղը մեղուները բերում են, մտցնում են փեթակ։ Ու այդ պահին հարևանի երեխեն ինչ որ ուզեցել է հանի, այդ շրջանակները հանելա, որ մտածելա թունավոր կլինի, հանի վերացնի, այդ պահին հարևանի երեխեն, որը որ հիվանդ ա եղել, եկե մեղր ա ուզել, այս մարդը չի տվել, ասելա չէ, իմանալով որ թունավոր կլինի, վնաս կտա, ու այս երեխեն գողացե տարել է, մինչև աչքը թերթել ա Օհան պապը, գողացե տարել է ու բուժվել էր։ Այդ հիվանդությունից կոնկրետ այդ մեղրը ուտելով, այդ շրջանակը որ գողացել էր, կերել էր, ես այն ինչը որ գրքում գրված է, այդ եմ պատմում, հա։ Այսինքն իրենք նաև լավագույն տեղագործներն են, իրենք գիտեն ինչ քանակությամբ, անգամ թունավոր օծից կարող է գնան ինչ որ մի բան վերցնեն, բերեն վերամշակեն, չէ, ամեն ինչը ճիշտ չափաբաժնով, անգամ թույնը կարող օգտակար լինի մարդու օրգանիզմի համար։ Եվ կարծում եմ շատ կարևոր մի թեմա, երբ մեղրը շաքարով են բացում եւ այսպես վաճառքի հանում, կարծում եմ դրա օգտակարության մասին խոսելն ավելորդ է։ Բայց ինչը նույնպես տարածված է։ Կենսաբանական փոքրիկ մանրամասներ ներկայացնեմ, ուրեմն մեղուն 2 ստամոքս ունի։ Մեկը օգտագործում է սնվելու համար։ Մեկը նեկտարը բերելու համար։ Մյուսը 70 միլիգրամ նեկտար բերելու համար, ուրեմն 1500 ծաղիկի հավաքած նեկտար է պետք, որպեսզի լցվի այդ փոքրիկ տարան երկրորդ ստամոքսը։ 1 կիլոգրամ մեղր ստանալու համար 10 միլիոն ծաղիկի նեկտար է պետք հավաքել։
Այո, եւ մեկ մեղուն ամբողջ կյանքի ընթացքում ընդամենը մեկ թեյ գտալ մեղր է արտադրում։ Շնորհակալություն շատ, որ եկաք։ Ձեզ էլ Մենք անչափ ծրագրացից շնորհակալ եմ։ երկար զրուցեցինք, որտեղ այնքան հետաքրքիր բաներ եք պատմում Եվ անվերջանալի Վերջից թեմա է։ կան խոսես, կխոսես։ ինձ այդ հետաքրքիր էր այդ Բոլոր պատմությունը։ հետաքրքրվողներին հրավիրում եմ, կարող են գալ Սպիտակ, ապիտուրիզմի ծառայության շրջանակներում ոչ միայն կխոսենք, նաև ցույց կտանք այն ինչի մասին, որ խոսում ենք։ Եվ ամենակարևորը անվտանգ։ Եվ այո, անվտանգ նաև խոստանում ենք այս առօրյա թոհուբոհից, այս ամեն ինչից, այս գլոբալ խնդիրներից ձեր ուղեղը 2 ժամով ազատելու խաղաղություն տալ ձեզ։ Շնորհակալություն։ Մենք կհիշենք անկարման։ Սպիտակի կողքով անցնելու։ Հա, չէ։ Սիրով կսպասենք։ Օրինակ ինձ վրա շատ ազդեց այդ պատմությունը, որ լավ դից յուղոտ օծեր, սատկե մեղուները գալիս են յուղը տանում են։ Մի խոսքով այդպիսի բաներ միայն բնության մեջ կտեսնես։ Մենք այս բետոնե ջունգլիների մեջ քաղաքային շատ բաներ չենք տեսնում, ոչ իմանից տեղյակ չենք եւ նման իսկական, իրական, հա, կյանքից վերցրած իրավիճակների նկարագիրը ձեր գեղեցիկ լեզվով ասեմ շատ գրավիչ եւ հետաքրքիր է մեզ համար։ Մեղուներից հետո ես Երևանում կարծես թե շնչահեղձ եմ լինում ու չեմ կարողանում եթե սովորում ես իրենց շատ դժվար է հետո այս քաղաքային կյանքում, հա, չես կարողանում, որտեվ այնտեղի խաղաղության համազգալով, այդ առողջության ու խաղաղության համազգալով շատ դժվար է հետո վերադառնալ 4 պատի մեջ աշխատելը, դրա համար մեր այդ աշխարհի խաղաղությունից, երջանկությունից մի բաժին միշտ պահում ենք, այնպես որ համեցեք, գոնե շաբաթը մի անգամ բոլորիդ կողքեվորեմ, պարտադիր չի մեր մոտ գաք, գնացեք որտեղ մեղվաբույծ կա, կողք կանգնեք, անգամ եթե նստեք ձագախաղը տեսնեք մեղվի, մի բաժակ սուրճը խմեք մեղվի հետ, այդ ձագախաղը տեսնելով, իրենք ձեր նյարդային համակարգը կայունացնելու են։ Ինչ է նշանակում ձագախաղ։ Նոր ծնված մեղուներին հանում են դուրս թռիչքի, առաջին թռիչքի սովորացնում են ոնց թրջել եւ այսպես շրջանաձև գեղեցիկ պար են բռնում փեթակի դիմացը ու անուշ մեղեդի ա գալիս եւ 5 րոպե ընդամենը նստելով դուք նախ մոռանում եք գլխացավը ինչա ու անջատվում եք խնդիրներից եւ հենց ուղեղին է տա պետք գոնե 5 րոպե խնդիրներից անջատվել բզոցը ինքներենով գիտես երևի հանդես բզոցը իր բիոդաշտը անգամ հոտը ես աշխարհում ասում եմ 2 հոտ կա, մեկը նոր ծնված երեխայի բարուրի հոտն է, այն կաթուտող երեխայի, որ ոչ մի տեղ չկա, մեկը մեղվա փեթակի հոտն է, այսպես փեթակի բերանը բացում ես, նեկտարի, ծաղկափոշու, այդ մեղրամոմի, այդ սա խոտերի բույրը, միախառնված այդ բույրերը դեպի քեզ ա գալիս։ Եվ իհարկե այսօր բարի ծնունդ ձեր մեղուներին, այս խորհրդանշական օրը։ Շնորհակալություն։ Լավն է, շատ գեղեցիկ ավարտեցինք։ Շնորհակալություն Գայանե Սիմոնյան, մեղվաբույց Be-Life ընկերության լավ այսպես ասեմ հիմնադիր, որովհետև դուք ինքներդ ձեր իրավաբանական կարգավիճակը կհասկանաք, մեզ համար հաճելի էր ձեզ այստեղ տեսնել, այս րոպեները հետաքրքիր անցկացնել ձեր ընկերակցությամբ եւ ձեր գեղեցիկ մեկնաբանությունները իսկապես հուսով եմ թեկուզ ինչ որ մի քանի մեր ռադիոլսողների կողքեվորի կտանի դեպի մեղուններ նրանք համար ովքեր մեղուների մեջ միայն վտանգ էին տեսնում այսուհետ դե գոնե ձեռքը բարձրացնեն վնաս հասցնելու համար միգուցե կհիշեմ այս զրույցը կասել դե լավ թող ապրի շնորհակալություն որ եկաք շատ անչափ շնորհակալ եմ առողջ եղեք բոլորիդ առողջություն եմ մաղթում դե մենք միասին բոլորս եկեք փակենք այսօրվա հաղորդումը կարծում ենք լավ աշխատեցինք այսօր դե ինչ հարգելի ռադիոլսողներ մեզ մնում է միայն ցանկանալ ձեզ հաճելի օրվա շարունակություն սպասում ենք ձեզ ռադիոընթունիչների մոտ վաղը նույն տեղում է նույն ժամին ստուդիայում աշխատեց Սուսան Օվանեսյանը եւ Արամ Չախոյանը ցտեսություն հաջողություն